Մենք բոլորս լսել ենք Լիլան Արմ անունով շինարարական ընկերության մասին, որի ղեկավարը եղել է ՔՊ-ի ավագանի ցուցակում։ Ես նայեցի ֆինանսական նախարարության Armed Sky-ում, որպեսզի տեսնեմ, թե 2019-ից ի վեր որքան պայմանագրեր է շահել Լիլան Արմը եւ իր մրցակիցները։ Պարզեցի, որ Երևան քաղաքի մրցույթներին հաճախակի մասնակցող 13 ընկերություններից 2 ընկերություն շահում է քաղաքի շինարարության հայտերի ավելի քան 95%-ը։ Այդ 2 ընկերություններից մեկը Լիլան Արմը, որը շահել է 25.5 միլիոն դոլարի պայմանագրեր, իսկ մյուսը 2021 թվականի փետրվարին ստեղծված Capital Shin Construction ընկերությունն է, որը շահել է 29 միլիոն դոլարի պայմանագրեր։ Այս պայմանագրերի զգալի մասը եղել են հրատապ եւ չեն ունեցել մրցակիցներ։ Սա աղյուսակն է Capital Shin, Lilian Arm։ Մնացածները, օրինակ Olymp Shin, Edgar Shin, չգիտեմ, Kotak Shin, մնացածները մի քանի 100,000 դոլարի են շահել։ Այս երկուսը հիմնականում շահում են քաղաքապետարանի հայտերը։ Իդեպ Լիլան Արմը 2000 թվականին է ստեղծվել եւ մինչեւ իշխանապողությունը նա շահել էր ընդամենը 400,000 դոլարի պետական պայմանագրեր, որտեղ կա մրցույթ եւ կա ՔՊ-ական մրցույթ։ Սա է ձեր մրցույթի ձևը։